Ադրբեջանի նախագահն անհիմն է համարում Հայաստանից եւ Արևմտյան որոշ շրջանակներից հնչող մեղադրանքը, որ Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Գերմանիայի նախագահի հետ ասուլիսում Ալիևն ասել է, որ եթե չուզենար ստորագրել փաստաթուղթը, առաջ կքաշեր այնքան անիրատեսական պայմաններ, որ Երևանը չէր ընդունի դրանք։ Ստացվում է, ըստ բռնապետի, Հայաստանի սահմանադրության փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներն անիրատեսական չեն։ Միայն այս նախապայմանների բավարարման դեպքում, ըստ Ալիևի, ոչ մի խոչընդոտ չի մնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանի իշխանությանը եւ նրա հովանավորներին խաղաղության աղավնի դարձնելը միանգամայն սխալ է եւ անհիմն։ Համաձայնեցված տեքստը ցույց է տալիս, որ Հայաստանը ստիպված է ստորագրել այս խաղաղության պայմանագիրը։ Մարդը, որն ասում էր Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, այսօր ասում է Ղարաբաղն Ադրբեջան է։ Կարծում եմ սա հրաշալի էվոլյուցիոն գործընթաց է եւ մենք ողջունում ենք դա։ Qarabağ Ermənistan və nöqtə deyən bir adam bugün Qarabağ Azərbaycandır deyir. Hesab edirəm ki, bu gözəl bir təkamül prosesidir və bunu biz alqışlayırıq. Ալիևի գերմանացի գոլեգան, որ Բաքու գնացել էր Երևանից, կարծում է, որ խաղաղության համաձայնագրի համար հրաշալի պահ է եկել եւ այն պետք է անպայման օգտագործել։ Շտայնմայերը դիրքորոշում ունի նաեւ Բաքվի նախապայմանների վերաբերյալ։ Ի հավելում են համաձայնագրի, հուսով եմ պայմանավորվածություն ձեռք կբերվի նաեւ այն պայմանների շուրջ, որոնց մասին խոսեց նախագահ Ալիևը։ Կարծում եմ, որ դրանք չպետք է խոչընդոտ դառնան Ադրբեջան-Հայաստան կայուն խաղաղության հասնելու համար։ Երևանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, իսկ Բաքվից հնչող մտքերը նախապայման չի դիտարկում։ Նախապայմաններ որպես ես այդ հնչեցված մտքերը չեմ դիտարկում եւ կարծում եմ, որ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ մեր գործողությունները այո պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխություններին, ապա ես բազմիցս նշել եմ, որ մենք աշխատում ենք սահմանադրության նոր տեքստի վրա, այս պահին տեքստի մասով, ինչպես նախկինում մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու եւ ուղղակի ի բնե չի կարող լինել գաղտնի եւ ինչ որ պահին հանրայնացվելու է եւ յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ։ Հարավային Կովկասի իրավիճակը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Երևանում Փաշինյանը քննարկել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։